Սիրելիներ, բարելույս բոլորիդ, ուրեմն այսօր էլ ես ձեզի համար կուզենամ ներկայացնեմ այս պատմությունը։ Այս երեխան կորել է 45 տարի առաջ, պարզվել է իրականում ինչ է եղել։ Միամ ցնցող պատմություն է ու ծնողները վերջում կբացահայտեն միամ գաղտնիք, որը իրականում կսարսափեցնի բոլորին։ Իսկ այժմ կարտամ պատմությունը ամբողջությամբ կամ ներկայացնեմ պատմությունը ամբողջությամբ, ժողովուրդ ջան։ Շատ տարիներ առաջ այս պատմությունը ցնցեց մի փոքրիկ քաղաք։ 3 տարեկան երեխան անհետացել է առանց հետքի։ Ծնողները պնդում էին, որ ոչինչ չեն տեսել և չգիտեն, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Տղայի մայրը, Էմիլի Քարթերը, ոստիկաններին ասել է, որ որդու Մայքլի հետ զբոսնում էին քաղաքային զբոսայգում։ Տղան խաղում էր ճոճանակի մոտ, երբ նա նստած էր նստարանին։ Նա ընդամենը 1 վայրկյան շեղվեց, հարմարեցրեց պայուսակը, նայեց ժամացույցին և երբ նրա հետ նայեց որդուն, նա այլևս չկար։ Նա կանչեց նրա անունը, վազեց ամբողջ այգում, բայց նա կարծես անհետացավ օդում։ Ոստիկանությունը լայնածավալ հետաքննություն է սկսել, նրանք խուզարկեցին ամբողջ քաղաքը, ստուգեցին ջրային մարմինները, անտառները, հարցաքննեցին անցորդներին, բայց անհետացման պահը ոչ ոք չտեսավ։ Տեսախցիկներ, այդ տարածք այդ ժամանակ չկար։ Նրանք պայքարի հետքեր կամ ապացույցներ չեն գտել։ Տարիներ անցան, բայց ամեն ինչ առաջ չգնաց։ 5 տարի անց իշխանությունները որոշեցին փակել հետաքննությունը։ Անցավ 45 տարի։ Քաղաքը վաղուց մոռացել էր այդ ողբերգության մասին։ Բայց ոչ իրենց ծնողները։ Էմիլի և Ջոն Քարթերը սարսափելի գաղտնիք են պահել իրենց ողջ կյանքում։ Նրանց խիղճը տանջում էր։ Բայց մերկացվելու վախն ավելի ուժեղ էր, կամ մերկացնելու վախը։ Եվ միայն հիմա, լինելով տարեց և հոգնած այս բեռից, նրանք որոշեցին ասել ճշմարտությունը։ Տեղական հեռուստատեսությունը կամ հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ 78-ամյա Էմիլին և 80-ամյա Ջոնը ցնցող խոստովանություն են արել։ Նրանց որդին երբեք չի անհետացել։ Նրանք ահռելի գումարով երեխային վաճառել են մի հարուստ ընտանիքի։ Նրանք հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում և առաջարկը նրանց համար ելք է թվացել։ Քաղաքը ցնցված էր։ Գործը վերսկսվել է, սկսվել է նոր քննություն։ Քննիչները փորձել են պարզել, թե ով է դարձել այդ երեխան, սակայն տարիների ընթացքում փաստաթղթերը կորել են։ Ընտանիքն էլ, այն կնած կինը վաղուց հեռացել է երկրից, սակայն հանցագործությունը չէր կարող անպատիժ մնալ։ Այժմ դատարանը որոշում է, թե ինչ պատիժ են ստանալու Էմիլին և Ջոն Քարթերը։ Կկարողանան խուսափել դրանից։ Պատասխանատվություն 45 տարի անց։ Կամ նրանք ստիպված կլինեն պատասխան տալ իրենց արարքների համար նույնիսկ կյանքի վերջում։ Բայց մի բան հաստատ է, նրանց ճանաչումը ընդմիշտ փոխեց այս քաղաքի, այս փոքրիկ քաղաքի պատմությունը։
Սիրելիներ, ահա այս պատմությունն էր, որը կցանկանայի ձեզ համար ներկայացնել ռուսերենից հայերեն տարբերակով։ Իրականում մենք դատավորներ չենք, որ որևէ մեկին դատենք իրա արած գործերի հետ կապված, ու այս պատմությունից մենք կսովորենք մի բանը, որ ժամանակն է, որ ամեն մեկս, քանի դեռ հնարավորություն ունենք, խոստովանենք մեր մեղքերը։ Իրականում նրանց արարքը շատ սարսափելի ծանր արարք էր, բայց իրանց խոստովանությունը շատ ուժեղ ու համարձակ քայլ, որ իրանք գիտեին, որ իրանց արարքից հետո պիտի արժանանան մեծ դատապարտության, բայց իրանք չվախեցան ու խոստովանվեցին, իրենց մեղքերը խոստովանեցին կամ իրենց մեղքերը։ Մենք գիտենք, որ Աստված ներող Աստված է։ Աստված մեր մեղքերը, երբ որ մենք խոստովանենք, ինքը կմոռանա շատ շուտ, ու մեզի նորից հնարավորություն կտա, որ մենք վերականգնվենք։ Սիրելիներ, այսօր ժամանակն որ ամեն մեկս վերանայենք, թե ինչ մեղքեր ենք գործել անցյալում, ինչպես է սամուսինները, իրանք խղճի խայտ կզգային, իրանք հանգիստ չունեին, իրանք իրանց տեղը չէին գտնե, մինչև որ հրապարակայնորեն խոստովանեցին իրանց մեղքերը։ Եթե դուք էլ ունիք ձեր ներսում ծանր մեղքեր, որոնք կգտնիք, որ պիտի խոստովանվիք Տիրոջ առաջ, ապա ճիշտ ժամանակն է, որպեսզի վերականգնվի ձեր ու Աստծո փոխադարձ հարաբերությունները, որովհետև սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը։ Եվ իրականում ոչ թե պիտի վախենանք մենք մարդկային դատաստանից, այլ պիտի վախենանք Աստծու դատաստանից, որովհետև մենք այսօր ունենք ժամանակ ապաշխարելու, հետ դառնալու, բայց կապա, որ մենք չենք ունենա ժամանակ ապաշխարելու։ Աստված մեզի կոչ կենե ապաշխարության։ Եսայա 59-րդ գլխի առաջին երկրորդ խոսքերը կսե. Միթե Տիրոջ ձեռքը կարող չէ փրկել, կամ նրա ականջը ծանրացավ, որ չլսե, բայց ձեր ու ձեր Աստծու միջև բաժանում ձգողը ձեր անօրենությունները եղա, ձեր մեղքերը նրա երեսը ձեզանից ծածկեցին, որ չլսե։ Սիրելիներ, ամեն մեկիս մեղքը կրնա պատճառ հանդիսանա, որ ծածկվի մեր ու Աստծո հարաբերությունները կամ փակվի, ու Աստված չլսե մեր աղաղակը, մեր խնդրանքը, մեր աղոթքը։ Հենց այդ պատճառով էլ այս պատմությունը ինչի համար տեղադրեցի, որպեսզի բոլորս վերանայենք մեր ապրած կյանքը, ապաշխարենք ու վերականգնենք մեր ու Աստված փոխհարաբերությունները, քանի դեռ ուշ չէ, որովհետև նորից կկրկնեմ, սարսափելի բան է կենդանի Աստծո ձեռքը ընկնելը։ Մի վախեցեք մարդկանցից, այլ վախեցեք Աստծուց ու Աստծո առաջ խոստովանեք ձեր մեղքերը։